Ասեք ինձ ձեր ճնշման թվերը։ Հիմա հաստատ մտածեցիք վերին թվի մասին, չէ՞։ Իսկ ստորինը չեք էլ հիշում։ Հենց սա է ձեր գլխավոր սխալը, որովհետև հենց ստորին ցուցանիշն է հուշում, թե ինչ վիճակում են ձեր զարկերակների պատերը հենց հիմա, այս վայրկյանին։ Երբ այն բարձրանում է, դուք դա չեք զգզգում, ոչ գլխացավ, ոչ գլխապտույտ, ոչ միջմի բան։ Իսկ հետո վերակենդանացման բաժանմունք։ Ես Արմեն Միքայելյանն եմ, 30 տարի բժշկության մեջ, եւ այսօր ձեզ կպատմեմ այն, ինչ ձեր բժիշկը պետք է բացատրեր հենց առաջին այցի ժամանակ։ Բայց նախ եկեք հասկանանք, ինչու ենք մենք հայտնվել այս իրավիճակում։ Ինչու են միլիոնավոր մարդիկ գիտեն իրենց վերին ճնշումը, բայց լիովին անտեսում են երկրորդը։ Պատասխանը պարզ է. մեզ այդպես է սովորեցրել։ Գնում եք պոլիկլինիկա, բժիշկը հագցնում է թևկապը, չափում է ու ասում. 150-ը շատ է, պետք է իջեցնել։ Վերջ։ Երկրորդ թվի մասին լռություն։ Լավագույն դեպքում կգրի քարտի մեջ, եւ դուք դուրս եք գալիս կաբինետից այն զգացողությամբ, որ կարևորը առաջին թիվն է, իսկ երկրորդ այդպես կողմնակի բան է։ Սա աղետալի մոլորություն է, եւ ես կբացատրեմ ինչու։ Երբ ձեր սիրտը սեղմվում է եւ արյուն մղում, դուք ստանում եք վերին ցուցանիշը, դա հարվածի պահն է, ուժի պահը։ Բայց հարվածների արանքում սիրտը թուլանում է, վայրկյանի մի մասի չափով այն հանգստանում է, եւ ահա, հանգստի այդ պահին արյունը չի կանգնում, այն շարունակում է սեղմել զարկերակների պատերին։ Դա հենց այդ երկրորդ թիվն է, եւ ահա թե ինչ է չափազանց կարևոր հասկանալ։ Վերին ցուցանիշը կախված է շատ բաց բաներից, նյարդայնացաք, սուրճ խմեցիք, աստիճաններով բարձրացաք, այն թռնում է, դա նորմալ է, այն պարում է, իսկ ստորինը ոչ, այն կայուն է։ Այն ցույց է տալիս ոչ թե իրավիճակը, այլ վիճակը, ոչ թե այն, ինչ կատարվեց ձեզ հետ 5 րոպե առաջ, այլ այն, ինչ կատարվել է ձեր անոթների հետ վերջին 5, 10 կամ 20 տարիների ընթացքում։ Սա ձեր ապրելակերպի գրած դատավճիռն է։ Երբ ստորին ցուցանիշը բարձր է, դա նշանակում է, որ ձեր զարկերակները կորցրել են թուլանալու ունակությունը, դրանք դարձել են կոշտ։ Պատկերացրեք ռետինե խողովակ, որն ամբողջ ամառ մնացել է արևի տակ, այն այլևս չի ծալվում, չի զսպանակում, եւ եթե դրա միջով ուժեղ ճնշում տաք, այն կպայթի։ Ահա թե ինչ է կատարվում ձեր ներսում, երբ տոնոմետրի երկրորդ թիվը բարձրանում է։ Հիմա ուշադրություն, հիշեք մի բան. 80-ը նորմալ չէ, դա նորմայի վերին սահմանն է։ Այն ամենը, ինչն ավելի բարձր է, արդեն տագնապ է, իսկ 90-ը մի փոքր բարձր չէ, ինչպես ձեզ ասում են պոլիկլինիկայում։ 90-ը նշանակում է, որ ձեր անոթները երբեք չեն հանգստանում։ Օրը 24 ժամ դրանք ծանրաբեռնված են։ Նույնիսկ երբ քնած եք, դրանք աշխատում են այնպես, կարծես մարաթոն եք վազում։ Եվ սրա հետ մեկտեղ դուք ոչինչ չեք զգում, բացարձակ ոչինչ։ Սա է ամենասարսափելին։ Գիտեք, որ օրգանն է տուժում առաջինը, ոչ թե սիրտը, այլ երիկամները։ Դրանք նման են մանրադիտակային մազանոթներով ֆիլտրի, եւ երբ հանգստի փուլում ճնշումը բարձր է, այդ մազանոթները քայքայվում են լռակյաց, դանդաղ, առանց ցավի։ Իսկ երբ վերջապես նկատում եք խնդիրը, ֆիլտրն արդեն բաց է թողնում այն, ինչ չպետք է, եւ դա հետ պտտել հնարավոր չէ։ Բայց երիկամները միայն սկիզբն են։ Երկրորդ հարվածը ստանում է ուղեղը, երրորդը աչքերը։ Այս ամենի մասին մենք մանրամասն կխոսենք։ Իսկ հիմա ուզում եմ, որ կենտրոնանաք մի մտքի վրա։ Վերին եւ ստորին ցուցանիշների միջև կա տարբերություն։ Դուք ուղղակի մեծ թվից հանում եք փոքրը։ Այդ թիվը անոթային աղետի ամենահզոր կանխատեսողներից մեկն է։ Այն կարող է ձեր ապագայի մասին ավելին պատմել, քան կարդիոգրաման կամ խոլեստերինի անալիզը։ Եվ ամենազարմանալին, այն կարելի է հաշվել 2 վայրկյանում, առանց որևէ սարքի, բացի սովորական տոնոմետրից։ Թե ինչ թիվ է դա եւ որ դեպքում պետք է տագնապ բարձրացնել, կպատմեմ 3-րդ մասում։ Չանջատվեք։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե կոնկրետ ինչ է կատարվում զարկերակային պատի ներսում, երբ ստորին ցուցանիշը սկսում է աճել։ Որովհետև հասկանալով այս մեխանիզմը, դուք այլևս երբեք չեք անտեսի տոնոմետրի երկրորդ թիվը։ Այսպիսով դուք չափեցիք ճնշումը։ Վերինը 3.35 է, ստորինը 92։ Ու մտածում եք, դե վերինը մի քիչ բարձր է, պետք է հետևել։ Իսկ 92-ին նույնիսկ ուշադրություն չդարձրեցիք, որովհետև ձեզ ոչ ոք երբեք չի բացատրել, թե ինչ կա այդ թվի հետևում։ Հիմա կբացատրեմ։ Եվ դրանից հետո դուք ձեր տոնոմետրին կնայեք բոլորովին այլ աչքերով։ Ձեր յուրաքանչյուր զարկերակի ներսում կա սարդոստայնից բարակ մի շերտ, այն կոչվում է էնդոթել։ Սա ուղղակի թաղանթ չէ, սա մի ամբողջ գործարան է։ Այն արտադրում է մի նյութ, որն ստիպում է անոթին լայնանալ, լինել փափուկ, առաձգական ու կենդանի։ Երբ այս գործարանն աշխատում է, զարկերակը սրտի ամեն հարվածից հետո թուլանում է, զսպանակում ու վերադառնում նախկին վիճակին։
Հանգստի փուլում ճնշումը մնում է ցածր։ Տոնոմետրը ցույց է տալիս 75 եւ դուք հանգիստ ապրում եք, բայց ահա թե ինչ է կատարվում, երբ այս գործարանը փչանում է։ Իսկ այն փչանում է այն բաներից, որոնք դուք անում եք ամեն օր։ Այդ մասին կխոսենք 5-րդ մասում։ Այնտեղ կլինեն 4 կոնկրետ մարդասպաններ, եւ դրանցից մեկը ձեզ հաստատ կզարմացնի։ Այսպիսով, երբ գործարանը շարքից դուրս է գալիս, անոթը կորցնում է թուլանալու ունակությունը, ությունը։ Այն մնում է սեղմված վիճակում, եւ արյունը, որը սրտի հրվածների արանքում սեղմում է պատերին, հանդիպում է կոշտ չենթարկվող խողովակի։ Ցուցանիշը բարձրանում է 85, 90, 95։ Եվ հենց սա է այն առանցքային պահը, որի համար ես 30 տարի փորձում եմ հասնել իմ պացիենտներին։ Երբ վերին ցուցանիշը բարձր է, դուք զգում եք գլուխը ցավում է, քունքերը բաբախում են, սիրտը խառնում է, մարմինը ազդանշան է տալիս։ Իսկ երբ աճում է ստորինը, լռություն է, բացարձակ լռություն։ Ձեր զարկերակները քայքայվում են, իսկ դուք գնում եք աշխատանքի, թե եք խմում, հեռուստացույց նայում։ Դուք նույնիսկ չեք կասկածում, որ հենց հիմա ձեր օրգանիզմը տանուլ է տալիս մի պատերազմ, որի մասին դուք տեղյակ չեք։ Եկեք ձեզ կոնկրետ թվեր տամ։ Հետազոտություն, որի ընթացքում 12 տարի շարունակ հետևել են ավելի քան 1 միլիոն մեծահասակի։ Արդյունքը ստորին ցուցանիշի յուրաքանչյուր 10 միավոր աճը ինսուլտի հավանականությունը մեծացնում է 46 տասոսով։ Ոչ թե 5 կամ 10, այլ 46 տասոս։ Սա նշանակում է, որ 80-ի եւ 90-ի միջև տարբերությունը մի քիչ չէ։ Դա գրեթե կրկնակի մեծ հնարավորություն է հայտնվելու անոթային կենտրոնում, մարմնի կեսը կաթվածահար վիճակում։ Եվ ահա եւս մի փաստ, որը կփոխի ձեր պատկերացումը։ Դուք երևի մտածում եք, եթե բարձր ստորին ցուցանիշը վատ է, ուրեմն ցածրը լավ է։ Տրամաբանական է, բայց ոչ։ Ցածրը կարող է ավելի վտանգավոր լինել։ Սա հենց այն պարադոքսն է, որը ես խոստացել էի։ Եթե ստորին թիվը իջնում է 60-ից ցածր, հատկապես 60 տարեկանից հետո, դա լավ նշան չէ։ Դա նշան է այն բանի, որ աորտան, ձեր մարմնի ամենախոշոր զարկերակը, դարձել է այնքան կոշտ, որ այլևս չի մեղմում սրտի հարվածները։ Այն վերածվել է մետաղական խողովակի, եւ սրտի ամեն հարվածն ուղղակի խփում է օրգաններին առանց բուֆերի։ Թե ինչու է սա մահացու վտանգավոր եւ ինչպես է սա կապված այն դեղերի հետ, որոնք ձեզ նշանակում է բժիշկը, մանրամասն կվելուծենք 4-րդ մասում։ Այնտեղ կլինի մի փաստ, որից շատերիդ մազերը բիզ-բիզ կկանգնեն։ Իսկ առայժմ վերադառնանք բարձր ստորին ցուցանիշին, որովհետեւ այստեղ կա եւս մի բան, որի մասին լռում են։ Գիտեք ովքեր են ամենից հաճախ տառապում բարձր ստորին ճնշումից։ Ոչ թե թոշակառուները։ 35-ից 55 տարեկան մարդիկ իրենց ուժերի ծաղկման շրջանում աշխատող, ակտիվ, վստահ, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։ Նրանց վերին ճնշումը նորմայի սահմաններում է, իսկ ստորին արդեն 90-95 է։ Եվ նրանք տարիներով ապրում են սրա հետ, որովհետև թերապևտը նայում է վերին տողին ու ասում՝ ամեն ինչ նորմալ է։ Իսկ ստորին տողում ամեն ինչ նորմալ չէ։ Եվ ահա եւս մի բան։ Բարձր ստորինը ուղղակի թիվ չէ, դրա հետևում կոնկրետ վնասվածք կա։ Մանր զարկերակները, որոնք սնուցում են ուղեղը, երիկամները, աչքի ցանցաթաղանթը, հենց դրանք են առաջինը հարվածն ընդունում։ Դրանք այնքան բարակ են, որ դրանցում առկա բարձր դիմադրությունը շղթայակար ռեակցիա է սկսում։ Պատը հաստանում է, լուսանցքը նեղանում, արյան հոսքը նվազում է եւ օրգանը սկսում է սոված մնալ, ոչ թե վաղը կամ 1 տարի հետո, այլ հենց հիմա, սրտի ամեն հարվածի հետ։ Ուղեղը կորցնում է միկրոհատվածներ, որոնք դուք չեք նկատում։ Դուք պարզապես սկսել եք մի փոքր ավելի վատ հիշել անունները, մի քիչ ավելի երկար եք ընտրում բառերը, մի փոքր ավելի հաճախ եք մոռանում, թե ինչի համար մտաք սենյակ, եւ դա վերագրում եք տարիքին։ Բայց դա տարիքը չէ, դա ձեր զարկերակներն են։ Եվ ահա մենք հասանք ամենակարևորին, այն թվին, որը ես նշեցի առաջին մասում։ Վերին եւ ստորին ցուցանիշների տարբերությունը, պուլսային ճնշումը։ Այն ձեր աորտայի վիճակի մասին ավելին կասի, քան 80 էխոսկոպիան, ավելին քան անալիզները, եւ այն ունի հստակ սահմաններ, որոնցից այն կողմ սկսվում է հետհաշվարկը, թե որոնք են դրանք, հենց հիմա հաջորդ մասում։ Այսպիսով ես ձեզ խոստացել էի մի թիվ, որը կկանխատեսի անոթային աղետը ավելի ճշգրիտ, քան հետազոտությունների մեծ մասը։ Ահա այն։ Վերցնում եք վերին ցուցանիշը, հանում եք ստորինը, ստանում եք արդյունքը։ Վերջ։ 2 վայրկյան, եւ դուք ձեր ձեռքի տակ ունեք ինֆորմացիա, որի համար վճալովի կլինիկաներում մեծ գումարներ են վերցնում ամբողջական ախտորոշման համար։ Եկեք օրինակի վրա նայենք։ Վերինը 330 է, ստորինը 80, տարբերությունը 50։ Հիշեք այս թիվը։ 50-ը կողմնորոշիչն է,
Դա նշանակում է, որ ձեր կում է, որ ձեր աորտան դեռ զսպանակում է, դեռ մեղմում է հարվածը, դեռ աշխատում է այնպես, ինչպես հարկն է։ Սիրտը մղում է արյունը, աորտան ընդունում է հարվածն իր վրա, ձգվում է, իսկ հետո մեղմորեն առաջ մղում արյունը, ինչպես մեքենայի զսպանակները, ռեսորները։ Դուք անցնում եք փոսերի վրայով, բայց սրահում հարմարավետ է, իսկ հիմա մեկ այլ օրինակ։ Վերինը 70-60 է, ստորինը 70, տարբերությունը 90, ահա այստեղ ռեսորը կոտրված է, աորտան այլևս չի ծալվում, սրտի ամեն հարվածը, մուրճի հարված է ուղղակիորեն ուղեղի, երիկամների, աչքերի անոթներին, առանց ամորտիզացիայի, առանց պաշտպանության, և սա տեղի է ունենում րոպեում մոտ 70 անգամ, օրական ավելի քան 100,000 անգամ, տարին 30-65 օր։ Ինքնուրույն հաշվեք, մեկ տարում գրեթե 37 միլիոն մուրճի հարվածանոթներին, որոնք նախատեսված չեն նման ծանրաբեռնվածության համար։ Ինչ եք կարծում, որքան դրանք կդիմանան։ Ահա կոնկրետ սահմանները։ Տարբերությունը 40-ից փոքր է, չափազանց նեղ է։ Սա նշանակում է, որ ստորին ցուցանիշը բարձր է, անոթները սեղմված են, դիմադրությունը հսկայական է, սրտի համար դժվար է։ Այն աշխատում է որպես շարժիչ, որը փորձում է ջուրը մղել սեղմված փողրակի միջով։ Մկանը հաստանում է, խոռոչը ձևափոխվում։ Մի քանի տարի հետո սրտային անբավարարություն, ոչ թե որովհետև սիրտը թույլ է, այլ որովհետև այն չափազանց երկար է աշխատել մաշվելու աստիճան։ Տարբերությունը 40-ից 55, միջանցք, որտեղ ձեր սիրտ-անոթային համակարգը դեռ հաղթահարում է։ Այստեղ կա հավասարակշռություն, կա ռեսուրս, այստեղ ժամանակը դեռ ձեր կողմից է։ Տարբերությունը 60-ից մեծ է, աորտան կորցնում է առաձգականությունը։ 70-ից մեծ պրոցեսը հեռուն է գնացել։ 80-ից մեծ դուք առավելագույն ռիսկի գոտում եք։ Մայրուղային զարկերակի պատերը դարձել են այնքան կոշտ, որ արյունը մարմնով հոսում է ցնցումներով, ինչպես ջուրը անսարք ծորակից։ Եվ ահա թե ինչն է ինձ համար կարևոր ձեզ հասցնել։ Մարդկանց մեծ մասը, ովքեր գալիս են ինձ մոտ 70 եւ ավելի տարբերությամբ, չէին էլ կասկածում խնդրի մասին։ Նրանք չափում էին ճնշումը, տեսնում էին, ասենք, 150-ը 75-ի վրա ու մտածում. դե վերինը բարձր է, ստորինը նորմալ է, ընդհանուր առմամբ կարգին է։ Ոչ, նորմալ չէ, որովհետև տարբերությունը 75 է, իսկ դա նշանակում է, որ սրտի ամեն հարվածը չփոխհատուցված հիդրավլիկ հարված է, արյունատար համակարգի ամենախոցելի հատվածներին։ Գիտեք, որտեղ է ամենից հաճախ պատրվում, այնտեղ, որտեղ զարկերակը շրջադարձ է անում։ Ուղեղում կա մի այդպիսի տեղ, այն անվանում են Վիլիզյան օղակ։ Դա խաչմերուկ է, որտեղ միանում են մի քանի հիմնական զարկերակներ։ Եվ հենց այս խաչմերուկում տուրբուլենտության և չփոխհատուցված հարվածների պատճառով ձևավորվում են միկրոանևրիզմաներ, պատի փոքրիկ արտափքումներ։ Դրանք աճում են տարիներով, չեն ցավում, չեն դրսևորվում։ Իսկ հետո մի թռիչք, մի սթրեսային իրավիճակ, և պատը չի դիմանում։ Հիմա ևս մի շրջադարձ, որին դուք չէիք սպասում։ Լայն տարբերությունը վտանգավոր է։ Բայց գիտեք ինչն է ավելի վտանգավոր։ Երբ այն փոխվում է։ Երբ դուք տարիներով ունեցել եք 50, իսկ վերջին կես տարում դարձել է 65։ Այս դինամիկան ազդանշան է, որ աորտան ավելի արագ է ծերանում, քան դուք, որ առաձգականության կորստի պրոցեսը արագացել է։ Եվ եթե դուք ամեն անգամ չեք հետևում երկու թվերին էլ, դուք այս ազդանշանը հաստատ բաց կթողնեք։ Ուստի ես խնդրում եմ ձեզ սրան լուրջ վերաբերվել։ Սկսեք գրանցել ոչ միայն վերին և ստորին ցուցանիշները, այլև հաշվեք տարբերությունը ամեն անգամ։ Օրագիր պահեք, որովհետև առանձին չափումները լուսանկար են, իսկ չափումների շարքը ֆիլմ։ Եվ հենց այս ֆիլմի մեջ է երևում, թե ուր է գնում ձեր առողջությունը։ Իսկ հիմա, հիշում եք, երկրորդ մասում ես ասացի, որ ցածր ստորին ցուցանիշը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բարձրը։ Սա հնչում է որպես աբսուրդ, բայց աբսուրդ չէ։ Սա մի թակարդ է, որի մեջ ընկնում են միլիոնավոր մարդիկ 60 տարեկանից հետո։ Եվ ամենասարսափելին, այս թակարդի մեջ նրանց հաճախ քշում են սեփական դեղերը։ Ինչպես է դա տեղի ունենում, եւ ինչու ձեր բժիշկը կարող է ակամա ձեզ վնասել, փորձելով օգնել։ Վերլուծում ենք հենց հիմա։ Ահա ձեզ մի պատմություն, որը ես հիշել եմ ամբողջ կյանքիս համար։ Պացիենտ 67 տարեկան, երկար տարիների հիպերտոնիկ։ Բժիշկը նշանակել է ճնշում իջեցնող դեղ, վերինը 30-30-ից իջել է։ Բոլորը գոհ են, պացիենտը գոհ է, բժիշկը քարտում գրել է դրական դինամիկա։ Միայն թե ստորինն էլ է իջել 80-ից մինչև 55, և սրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ 4 ամիս անց ծանր ինֆարկտ, որովհետև նրա սիրտը 4 ամիս սոված էր մնացել, իսկ նա նույնիսկ չգիտեր այդ մասին։ Հիմա կբացատրեմ մեխանիզմը, եւ այն այնքան ոչ ակնհայտ է, որ նույնիսկ որոշ բժիշկներ այն հաշվի չեն առնում։ Ձեր սիրտը միակ օրգանն է, որը սնվում է արյունով, ոչ թե հարվածի պահին, այլ հարվածների արանքում։
Մտածեք սրա մասին։ Մնացած բոլոր օրգանները ստանում են արյունը, երբ սիրտը սեղմվում է, իսկ սիրտը հակառակը։ Երբ այն սեղմված է, կորոնար զարկերակները սեղմված են մկանի կողմից, արյուն այնտեղ չի մտնում։ Այն մտնում է թուլացման պահին, հենց այն պահին, որն արտացոլում է ստորին ցուցանիշը։ Եվ հիմա միացրեք երկու փաստ։ Ստորին ցուցանիշը այն ճնշումն է, որը արյունը մղում է դեպի կորոնար զարկերակներ։ Եթե այն իջնում է չափազանց ցածր, արյունը սրտամկանին թույլ է հասնում։ Ճնշումը չի հերիքում, ինչպես ծորակից եկող թույլ շիթը։ Ջուրը կարծես գնում է, բայց բաժակը լցվում է մի հավերժություն։ Միայն թե այստեղ բաժակ չէ, այստեղ մկան է, որը բաբախում է օրական 100,000 անգամ և թթվածին է պահանջում ամեն վայրկյան։ 60-ից ցածր ստորին ցուցանիշի դեպքում կորոնար արյան հոսքը սկսում է տուժել, 50-ից ցածր տուժում է կրիտիկական ձևով։ Եվ ահա այն պարադոքսը, որի պատճառով մարդիկ են մահանում։ Որքան կոշտ է աորտան, այնքան ցածր է ընկնում ստորին ճնշումը։ Հիշում եք մետաղակա խողովակի մասին։ Եթե աորտան չի զսպանակում, այն չի պահպանում ճնշումը հարվածների արանքում, այն փլուզվում է։ Վերինը կարող է բարձր լինել 60-60, 60-70, իսկ ստորինը 50-5։ Բժիշկը տեսնում է բարձր վերինը և նշանակում է հաբ։ Հաբը իջեցնում է երկու ցուցանիշներն էլ։ Վերինը իջնում է մինչև 140, լավ է, իսկ ստորինը փլվում է մինչև 48։ Եվ սա արդեն այն գոտին է, որտեղ սիրտը սկսում է խեղդվել։ Սա կոչվում է J աձև կոր։ Բժշկությունը վաղուց գիտի դրա մասին, բայց պացիենտներին սա գրեթե չեն պատմում։ Էությունը պարզ է, եթե ճնշում իջեցնեք չափազանց ագրեսիվ ձևով, մահացությունը չի նվազում, այլ աճում է։ Գրաֆիկի վրա կորը գնում է ներքև, հետո թեքվում է վերև, ինչպես J տառը, և շրջադարձի կետը ստորին ցուցանիշի համար 60-ի նիշն է։ Դրանից ցածր լավ չէ, այլ վատ է, զգալիորեն վատ։ Եվ ահա թե ինչ է սրանից հետևում գործնականում։ Եթե դուք 60 անց եք և ճնշման դեղ եք խմում, ձեզ կենսականորեն անհրաժեշտ է վերահսկել ոչ միայն վերին ցուցանիշը, այլ երկուսն էլ, ամեն առավոտ, ամեն երեկո։ Որովհետև ձեր դեղը կարող է իդեալական աշխատել վերին թվի համար և միաժամանակ սպանել ձեզ ստորինի միջոցով։ Ես չեմ ասում դադարեցրեք դեղերը, ոչ մի դեպքում։ Ես ասում եմ ցույց տվեք բժշկին երկու թվերն էլ, ասեք, տեսեք, ստորինը 56 է, սա նորմալ է։ Եվ եթե բժիշկը անտեսի դա, փնտրեք մեկ այլ բժիշկ։ Սա կատակ չէ, սա ձեր կյանքն է։ Հիմա խնդրի ևս մի շերտ, որի մասին չէ խոսում։ Տարեցների մոտ ցածր ստորին ցուցանիշը միայն սրտի մասին չէ, այն ուղեղի մասին է։ Երբ հանգստի փուլում ճնշումն ընկնում է, ուղեղը նույնպես արյուն չի ստանում։ Բայց ի տարբերություն ինֆարկտի, որը հարվածում է միանգամից, ուղեղը մարում է աստիճանաբար։ Մանր գոտիները մեռնում են մեկը մյուսի հետևից, սա կոչվում է քրոնիկ իշեմիա։ Կողքից նայելիս թվում է, թե ծերություն է, մարդը սկսել է ավելի դանդաղ մտածել, սկսել է մոռանալ, շփոթել շաբաթվա օրերը։ Հարազատներն ասում են, դե տարիքն է։ Իսկ իրականում հանգստի փուլում ճնշումն այնքան ցածր է, որ ուղեղը պարզապես վառելիք չի ստանում։ Հետազոտությունը, որը տևել է 14 տարի և ընդգրկել ավելի քան 11,000 մարդ, ցույց է տվել 50-ից ցածր ստորին ցուցանիշ ունեցող պացիենտների մոտ դեմենցիայի թուլամտության զարգացման ռիսկը աճել է 32%-ով, նրանց համեմատ, ում մոտ այդ ցուցանիշը պահպանվել է 70-79 միջանցքում։ 32 տասակուս։ Սա յուրաքանչյուր երրորդ դեպքն է, որը կարող էր չլինել։ Ուստի ևս մեկ անգամ, և ես սա կկրկնեմ մինչև խոլովակի վերջ։ Երկու թվերը, միշտ երկու թվերը, ոչ թե մեկը, ոչ թե մոտավորապես։ Ճշգրիտ արժեքները գրված օրագրում, ամսաթվով ու ժամով։ Իսկ հիմա եկեք փոխենք թեման։ Մենք վերլուծեցինք, թե ինչ է կատարվում, երբ ստորին ցուցանիշը չափազանց բարձր է։ Վերլուծեցինք, թե ինչ է լինում, երբ այն չափազանց ցածր է։ Դուք հասկանում եք մեխանիզմները, հասկանում եք ռիսկերը, բայց դուք հաստատ ուզում եք իմանալ, իսկ ինչ անել։ Ինչն է կոնկրետ քայքայում ձեր անոթների առաձգականությունը։ Եվ այստեղ ձեզ սպասում են 4 գործոններ, որոնք ես տեսնում եմ 10 պացիենտից 9-ի մոտ։ Դրանցից մեկին դուք հաստատ չեք սպասում տեսնել այս ցուցակում։ Վերլուծում ենք։ Ես խոստացել էի 4 գործոն, որոնք քայքայում են ձեր անոթները։ Ոչ թե վերացական, ոչ թե երբևէ, այլ հենց հիմա, քանի դեռ նայում եք այս տեսանյութը։ Ես 30 տարի նույն պատկերն եմ տեսնում։ Բարձր ստորին ճնշում ունեցող իմ պացիենտներից 10-ից 9-ը ապրում են այս 4 մարդասպաններից առնվազն 2-ի հետ։ Ոմանք, բոլոր 4-ի։ Վերլուծենք հերթով։ Մարդասպան առաջին, այնինչ դուք լցնում եք ուտելիքի մեջ առանց մտածելու։ Աղը, բայց ոչ այնպես, ինչպես ձեզ պատմել են։ Ձեզ ասում էին, աղը պահում է ջուրը, արյան ծավալը մեծանում է, ճնշումը բարձրանում է։ Դա ճիշտ է, բայց դա այսբերգի գագաթն է։
իսկական աղետը ավելի խորն է։ Նատրիումի ավելցուկը ազդում է ուղղակիորեն զարկերակների այն ամենաբարակ ներքին շերտի վրա, որի մասին խոսում էի երկրորդ մասում։ Այն ճնշում է անոթները լայնացնող նյութի արտադրությունը։ Զարկերակը կորցնում է թուլանալու ունակությունը ոչ թե նրա համար, որ մեջը շատ ջուր կա, այլ որովհետև պատը քիմիապես թունավորված է։ Եվ ահա թե ինչն է շոկային։ Այս էֆեկտի համար պետք չէ աղա գդալներով ուտել։ Բավական է ստանդարտ սննդակարգը։ Միջին վիճակագրական մարդը օգտագործում է օրական 9-ից 12 գրամ նատրիում, նորման 5 է։ Դուք կրկնակի գերազանցում եք չափաբաժինը ամեն օր, նույնիսկ եթե ոչինչ լրացուցիչ չեք աղում։ Որովհետև աղը կա հացի մեջ, պանրի, եշիկի, պահածոների, սոուսների մեջ, այն ամենուր է, եւ այն մեթոդաբար օր-օրի զրկում է ձեր զարկերակներին ճկունությունից։ Մարդասպան երկրորդ։ Եվ ահա սա ձեզ կզարմացնի, սա ալկոհոլը չէ, ոչ էլ ծխելը, սա ձեր բազմոցն է, անշարժությունը։ Բայց մեխանիզմը այն չէ, ինչ դուք կարծում եք։ Խնդիրը թույլ մկանների կամ ավելորդ կիլոգրամների մեջ չէ։ Խնդիրն այն է, որ արյան հոսքը ստեղծում է ֆիզիկական ուժ։ Հոսքը շփվում է զարկերակի պատին։ Այս շփումը թշնամի չէ, սա ազդանշան է։ Երբ արյունը արագ է վազում, քայլելիս, շարժվելիս, շփում ուժեղանում է, եւ զարկերակի պատը հրաման է ստանում. արտադրիր պաշտպանիչ նյութեր, մնա փափուկ, մնա կենդանի։ Երբ դուք ժամերով նստած եք, հոսքը դանդաղում է, շփումը ընկնում է եւ հրամանը չի գալիս, զարկերակը դադարում է իրեն սպասարկել։ Այն դեգրադացվում է ոչ թե նրա համար, որ դուք այն ծանրաբեռնում եք, այլ որովհետև դուք այն չեք ծանրաբեռնում։ Առողջ մարդու ընդամենը 2 շաբաթվա անկողնային ռեժիմը զարկերակների կոշտությունը մեծացնում է 11 թասոսով, 2 շաբաթը առողջ մարդու մոտ։ Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ են անում անոթների հետ 5 տարվա նստակյաց աշխատանքը։ Մարդասպան երրորդ, անտեսանելի ճարպը։ Ոչ թե այն, որը կողքերին է, այլ այն, որը ներսում է։ Վիսերալ ճարպը։ Այն փաթաթում է օրգանները, լյարդը, աղիքները, երիկամները եւ իրեն պահում է ոչ թե որպես էներգիայի պահեստ, այլ որպես գեղձ։ Այն արյան մեջ է նետում բորբոքային մոլեկուլներ, տասնյակ տեսակներ, շուրջօրյա, եւ այս մոլեկուլները հարձակվում են զարկերակների պատերի վրա ամբողջ մարմնով մեկ, բորբոքում։ Ահա թե ինչն է անոթները դարձնում կոշտ։ Ոչ թե խոլեստերինը ինքնին, այլ բորբոքումը, որն ստիպում է խոլեստերինին կպչել վնասված պատին։ Եվ ահա թե ինչ է կարևոր։ Վիսերալ ճարպը կարող է լինել նորմալ քաշ ունեցող մարդու մոտ։ Դուք տեղավորվում եք ձեր հին ջինսերի մեջ, կշեռքը ընդունելի թիվ է ցույց տալիս, բայց ներսում ճարպային ռումբ է, որը դանդաղ ոչնչացնում է ձեր զարկերակները։ Իմանալու միակ միջոցը գոտկատեղի շրջագիծը չափելն է։ Տղամարդկանց համար կրիտիկական սահմանը 94 սմմ է, կանանց համար 80 սմմ։ Այն ամենը, ինչն ավելի շատ է, քրոնիկ բորբոքման տարածք է։ Մարդասպան չորրորդ, կորտիզոլը։ Հորմոն, որն արտադրվում է սթրեսի ժամանակ։ Մեկ սթրեսային իրավիճակը ոչ մի սարսափելի բան չէ։ Կորտիզոլը թռավ, իր գործն արեց, գնաց։ Բայց քրոնիկ սթրեսը կորտիզոլն է, որը երբեք չի հեռանում։ Այն անընդհատ արյան մեջ է եւ անում է 3 բան միաժամանակ։ Ստիպում է մանր զարկերակներին սեղմվել ոչ թե 1 րոպեով, այլ ժամերով։ Բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը արյան մեջ։ Եվ այս գլյուկոզան, ինչպես հղկաթուղթ, շկուրկա, ներսից քերծում է անոթների պատերը։ Ճնշում է զարկերակի ներսի այն նույն գործարանը, որն արտադրում է պաշտպանիչ նյութը։ Եռակի հարված։ Ամեն օր, առանց ընդմիջման, առանց հանգստյան օրերի, առանց արձակուրդի։ Դուք կարող եք իդեալական սնվել, առավոտյան վազել, չխմել, չծխել, բայց եթե դուք ապրում եք քրոնիկ սթրեսի մեջ, ձեր զարկերակները ծերանում են ավելի արագ, քան 20 տարվա ստաժ ունեցող ծխողինը։ Ահա դրանք 4 գործոնները՝ նատրիում, անշարժություն, թաքնված ճարպ, քրոնիկ սթրես։ Հեռացրեք գոնե 2-ը, եւ դուք կշրջեք process-ը։ Ոչ թե կկանգնեցնեք, այլ կշրջեք, որովհետև զարկերակները, ի տարբերություն նրան, ինչ ձեզ ասում էին, կարողանում են վերականգնվել նույնիսկ 50-ից հետո, նույնիսկ 60-ից հետո, եթե նրանց հնարավորություն տաք։ Եվ ահա, հիմա դուք մոտեցաք ամենակարևորին։ Ես ձեզ խոստացել էի անոթներին 10 տարի հետ վերադարձնելու միջոց, առանց հաբերի։ Սա խոսքի զարդարանք չէ։ Կան կոնկրետ գործողություններ, կոնկրետ ժամկետներ, կոնկրետ արդյունքներ, հաստատված հետազոտություններով։ Ինչ անել վաղը առավոտյան, ինչ փոխել 1 շաբաթվա ընթացքում, ինչի սպասել 1 ամիս անց եւ ինչպես ճիշտ չափել 2 ցուցանիշներն էլ, որpիսի չխաբեք ինքներդ ձեզ։ Դուք հիմա գիտեք ինչպես ճիշտ չափել ճնշումը։ Գրանցում եք 2 ցուցանիշներն էլ, հաշվում եք տարբերությունը, բայց ահա այն հարցը, որով ինձ մոտ գալիս են ամենից հաճախ։ Արմեն, ես տեսնում եմ թվերը, բայց ինչ են դրանք նշանակում միասին։
Որովհետև մի բան է իմանալ, որ ստորին ցուցանիշը կարևոր է, մեկ այլ բան հասկանալ, թե կոնկրետ ինչ է ձեզ ասում տոնոմետրը երկու թվերի համադրությամբ։ Հիմա ես ձեզ կտամ վերծանումը, որը չկա պոլիկլինիկայի և ոչ մի հուշաթերթիկում։ 5 կոմբինացիա, 5 սցենար և յուրաքանչյուրի հետևում կոնկրետ պատմություն, կոնկրետ թիրախորգան և կոնկրետ գործողություն։ Սցենար առաջին. երկու ցուցանիշներն էլ բարձր են, վերինը 250 և բարձր, ստորինը 95 և բարձր։ Սա դասական տարբերակն է, որն ամենից հաճախ հանդիպում է 35-ից 55 տարեկան մարդկանց մոտ։ Այստեղ ամեն ինչ վատ է միաժամանակ։ Սիրտը, արյունը մղում է չափազանց մեծ ուժով, իսկ զարկերակները չեն թուլանում դադարի ժամանակ։ Կրկնակի գերբեռնվածություն։ Այս սցենարում առաջինը տեղի է տալիս ոչ թե ուղեղը կամ երիկամները, այլ հենց սիրտը։ Ձախ պատը սկսում է հաստանալ, որովհետև մկանը զանգված է հավաքում, որպեսզի հաղթահարի դիմադրությունը։ Մի քանի տարի անց խոռոչը կորցնում է առաձգականությունը։ Սիրտը հզոր է մղում, բայց չի կարողանում նորմալ թուլանալ ու լցվել արյունով։ Պարադոքս. հզոր մկան, որը խեղդվում է սեփական ուժից։ Եթե տոնոմետրի վրա կայուն ձևով երկու թվերն էլ կարմիր գոտում են, գնացեք կարդիոլոգի, սրտաբանի մոտ, ոչ թե թերապևտի, և խնդրեք էխոկարդիոգրաֆիա, սրտի էխո։ Այն ցույց կտա, սկսվել է արդյոք պատի հաստացումը։ Սցենար երկրորդ. վերինը բարձր է, ստորինը նորմալ կամ ցածր։ 660-ը 65-ի վրա, տարբերությունը 95։ Մենք սրա մասին խոսել ենք, սա կոշտ աորտայի դիմանկարն է։ Տիպիկ պատկեր 65-ից հետո։ Բայց ահա մի բան, որը ես չէի նշել նախկինում։ Այս սցենարում կա ևս մի թիրախ, որի մասին մոռանում են։ Աղիքները։ Այո, աղիքները։ Դրանց զարկերակները ամենազգայուններից են ճշմարտ տատանումների նկատմամբ։ Երբ վերինը մուրճով խփում է, իսկ ստորինը փլվում է, աղիքները արյունը ստանում են ցնցումներով։ Աղիքային պատի իշեմիա, վիճակ, որը քողարկվում է ուտելուց հետո սովորական որովայնի ցավերի տակ։ Մարդը մտածում է գաստրիտ է, մարսողության խնդիր, տարիքն է, իսկ իրականում անոթային սով։ Եթե ուտելուց հետո կանոնավոր կերպով առաջանում է բութ ցավ ոլովհետևում և միաժամանակ ցուցանիշների տարբերությունը 70-ից մեծ է, ասեք այդ մասին բժշկին ուղղակիորեն։ Սցենար երրորդ. վերինը նորմայի մեջ է, ստորինը բարձր։ Հարարար 25-ը 95-ի վրա, տարբերությունը ընդամենը 30։ Ամենանենգ տարբերակը, որովհետև դուք նայում եք առաջին թվին ու հանգստանում, իսկ ներսում մանր զարկերակները ամբողջ մարմնով մեկ սեղմված են սպազմի մեջ։ Ծայրամասային դիմադրությունը հասնում է գագաթնակետին, և առաջին օրգանը, որը դա կզգա, աչքերն են։ Ցանցաթաղանթը սնվում է մանրադիտակային անոթների միջոցով, որոնք չեն դիմանում հաստատուն սեղմանը։ Սկզբում մանր արյունազեղումներ, որոնք դուք չեք նկատում, հետո հատվածներ, որտեղ ցանցաթաղանթի բջիջները մեռնում են։ Տեսողությունը կտրուկ չի ընկնում, այն կարծես մշուշվում է եզրերից։ Դուք սա վերագրում եք հոգնածությանը, բայց սա հիպերտոնիկ ռետինոպաթիա է։ Եթե ստորին ցուցանիշը կայուն կերպով 90-ից բարձր է, նորմալ վերինի դեպքում, խնդրեք ուղեդիր ակնաբույժի, օկուլիստի մոտ, ոչ թե տեսողությունը ստուգելու, այլ աչքի հատակը զննելու համար։ Այնտեղ երևում է այն ամենը, ինչ կատարվում է մանր անոթների հետ ամբողջ օրգանիզմում։ Սցենար չորրորդ. երկու ցուցանիշներն էլ նորմալ են առավոտյան, բայց երկուսն էլ թռնում են երեկոյան։ Առավոտյան 320-ը 75-ի վրա, երեկոյան 305-ը 92։ Դուք չափել եք առավոտյան ու հանգիստ ապրում եք, իսկ երեկոյան չեք չափել, որովհետև ինչի համար, առավոտյան չէ որ լավ էր։ Սա կոչվում է քողարկված հիպերտենզիա։ Այն առկա է մոտավորապես յուրաքանչյուր 10-րդ մեծահասակի մոտ, և այն ավելի վտանգավոր է, քան հաստատուն բարձր արժեքները, որովհետև տատանումը ավելի վատ է, քան կայուն բարձր մակարդակը։ Անոթը, որը մեկ լայնանում է, մեկ սեղմվում, մեծ ամպլիտուդով ավելի արագ է մաշվում, քան այն մեկը, որը կայուն ծանրաբեռնված է։ Ինչպես մետաղը, որը կոտրվում է ոչ թե ճնշումից, այլ այս ու այն կողմ ծալվելուց, հենց դրա համար էլ ես պնդում եմ, չափեք օրական 2 անգամ։ Առավոտյան թվերը պատկերի միայն կեսն են, առանց երեկոյան թվերի դուք կույր եք։ Սցենար 5-րդ. ստորին ցուցանիշը թռչում է չափումից չափում։ Առավոտյան 82 է, 1 ժամ հետո 71, երեկոյան 91, վաղը առավոտյան 75։ Տատանումը ավելի քան 15 միավոր է օրվա ընթացքում։ Սա տոնոմետրի սխալը չէ, սա վեգետատիվ կարգավորման անկայունությունն է։
Ներվային համակարգը, որը կառավարում է զարկերակների տոնուսը, աշխատում է ցնցումներով, եւ ահա թե ինչն է կարևոր։ Հենց ստորին ցուցանիշի անկայունությունն է հանկարծակի սրտային մահվան անկախ կանխատեսողը, ոչ թե բարձր մակարդակը, ոչ թե ցածրը, այլ ցատկողը, որովհետև անոթները չեն հասցնում հարմարվել, դրանք ստանում են հակասական հրամաններ՝ սեղմվել, թուլանալ, սեղմվել, թուլանալ, եւ ինչ-որ պահի պատը պարզապես չի դիմանում։ Ահա 5 սցենար, 5 կոմբինացիա, որոնք դուք կարող եք տեսնել ձեր տոնոմետրի վրա արդեն այսօր երեկոյան։ Տպեք այս մասը, գրանցեք, որովհետև ոչ մի պոլիկլինիկայում ձեզ նման վերծանում չեն տա։ Ոչ թե որովհետև բժիշկները վատն են, այլ որովհետև նրանք ունեն 12 րոպե ընդունելության համար եւ 30 հոգի հերթում։ Դուք ինքներդ եք ձեր առաջին ախտորոշողը։ Տոնոմետրը ձեր գործիքն է, օրագիրը ձեր բժշկական քարտը, իսկ գիտելիքները, որ ստացաք այս րոպեների ընթացքում, ձեր ապահովագրությունը։ Օգտագործեք դրանք ամեն օր, առանց հանգստյան օրերի։ Մենք երկար ճանապարհ անցանք։ Դուք հիմա գիտեք այն, ինչ չգիտեն ճնշում չափող մարդկանց 90%-ը։ Դուք հասկանում եք, ինչ է նշանակում ստորին ցուցանիշը, հասկանում եք, ինչով է վտանգավոր լայն եւ նեղ տարբերությունը։ Գիտեք այն թակարդի մասին, որի մեջ ընկնում են տարեց մարդիկ դեղեր խմելիս։ Գիտեք 4 մարդասպաններին։ Հիմա ամենակարևորը՝ ինչ անել այս ամենի հետ, կոնկրետ, առանց ջրերի, առանց մոտիվացիոն ճառերի։ Միայն գործողություններ եւ ժամկետներ, սկսած վաղը առավոտից։ Առաջինը, որ կանեք, կչափեք ճնշումը ճիշտ, ոչ այնպես, ինչպես անում էիք նախկինում, որովհետև ամենայն հավանականությամբ նախկինում դուք դա սխալ էիք անում եւ ձեր թվերը ստում էին։ Ահա ալգորիթմը։ Արթնացաք, գնացիք զուգարան, նստեցիք ոչ թե բազմոցին, այլ թիկնակով աթոռին, ոտքերը հատակին, ոչ խաչված, ձեռքը դրեցիք սեղանին այնպես, որ թևկապը լինի սրտի մակարդակին, եւ 5 րոպե չեք շարժվում, չեք խոսում, հեռախոսին չեք նայում, պարզապես նստում եք։ 5 րոպե լռություն։ Հետո չափում։ Գրանցեցիք 2 թվերն էլ։ 2 րոպե հետո երկրորդ չափումը, գրանցեցիք։ Եվս 2 րոպե հետո երրորդը։ Արդյունքը երկրորդ եւ երրորդ չափումների միջինը։ Առաջինը դեթեն նետեցիք, այն միշտ բարձր է լինում։ Եվ ինչն է կրիտիկական, մի կլորացրեք, մի հիշեք, աչքաչափով, գրիչով գրանցեք տետրի մեջ կամ հեռախոսի նոթերում։ Ամսաթիվ, ժամ, 2 ցուցանիշները, տարբերությունը։ Ամեն օր առավոտյան եւ երեկոյան քնելուց առաջ 5 րոպե հանգստից հետո նույն ալգորիթմով։ Մեկ շաբաթ անց դուք կունենաք 14 չափում։ Սա արդեն լուսանկար չէ, սա միտում է։ Դուք կտեսնեք, թե ինչպես է իրեն պահում ձեր ստորին ցուցանիշը։ Այս օրագրով դուք կգնաք բժշկի մոտ եւ դա կլինի բոլորովին այլ խոսակցություն։ Ոչ թե բժիշկ ճնշումս թռնում է, այլ բժիշկ, ահա իմ տվյալները 2 շաբաթվա համար։ Ստորին ցուցանիշը առավոտյան կայուն 91-94 է, տարբերությունը նեղանում է։ Հավատացեք, բժիշկը ձեզ կնայի բոլորովին այլ աչքերով։ Հիմա ինչ փոխել կյանքում։ Ես ձեզ չեմ տա 20 խորհուրդ, որոնցից ոչ մեկը չեք կատարի։ Կտամ 3-ը, բայց այնպիսիք, որոնք աշխատում են։ Շարժում, բայց ոչ սպորտ, ոչ վազք, ոչ մարզասրահ։ Քայլք, սովորական քայլք չափավոր տեմպով, օրական 40 րոպե, ամեն օր, առանց բաց թողումների։ Սա միացնում է այն նույն մեխանիզմը, որի մասին ասում էի։ Արյան հոսքը ստեղծում է շփում, շփումը ազդանշան է ուղարկում պատին, պատը սկսում է արտադրել պաշտպանիչ նյութեր։ Ամենօրյա քայլքի 4 շաբաթ անց զարկերակների կոշտությունը նվազում է։ Սա գրանցված է 50-ից 75 տարեկան մարդկանց վրա արված հետազոտություններում։ 4 շաբաթ, եւ անոթները սկսում են երիտասարդանալ։ Բայց կա պայման՝ ամեն օր։ Շաբաթը 3 անգամը չի աշխատում, մարմինը պետք է ազդանշան ստանա կանոնավոր, այլապես գործարանը նորից քնում է։ Կալիում։ Ոչ թե հավեր, այլ սնունդ։ Կալիումը նատրիումի հակառակորդն է, այն անում է ճիշտ հակառակը, օգնում է զարկերակներին թուլանալ, դուրս է բերում ավելորդ նատրիումը երիկամների միջոցով։ Որտեղից այն վերցնել։ Կճեպով թխած կարտոֆիլ, լոբի, սպանախ, բանան, ծիրանի ճիր, ավոկադո, տոմատի մածուկ։ Ոչ թե հավելումներ, այլ սովորական սնունդ, բայց ամեն օր։ Մի բաժին սպանախը կամ մի բուռ ճիրը, եւ դուք արդեն մոտ եք նպատակին։ Կոտրել քրոնիկ սթրեսի շղթան։ Ես ձեզ չեմ ասի դադարեք նյարդայնանալ, դա անիմաստ խորհուրդ է։ Կասեմ այլ բան։ Կա տեխնիկա, որը 12 շաբաթում իջեցնում է կորտիզոլի մակարդակը 28 թասոսով։ Դա դանդաղ շնչառությունն է։ Րոպեում 6 շնչառական շարժում, ներշնչում 5 վայրկյան, արտաշնչում 5 վայրկյան։ Օրական 10 րոպե, ցանկալի է քնելուց առաջ։ Սա ակտիվացնում է թափառող ներվը, ձեր ներվային համակարգի գլխավոր արգելակը։ Այն հրաման է տալիս զարկերակներին՝ թուլացեք, եւ դրանք լսում են։
Ոչ ակնթարթորեն, բայց 2-3 շաբաթ անց դուք կնկատեք, որ երեկոյան ստորին ցուցանիշը դարձել է 4-5 միավորով ցածր, 2 ամիս անց 7-10 միավորով, առանց մի հատիկ հաբի։ Ահա 3 գործողություն՝ քայլք, կալիում, շնչառություն։ Պորզե չէ։ Հեշտ է։ Ոչ, որովհետև գլխավոր թշնամին հիվանդությունը չէ, գլխավոր թշնամին սովորությունն է։ Նստելու սովորությունը, կիսաֆաբրիկատներ ուտելու սովորությունը, նյարդերի վրա ապրելու և դա նորմալ համարելու սովորությունը, օվորությունը։ Իսկ ավարտել ուզում եմ մի պատմությամբ։ Հիշում եք, առաջին մասում ես խոսում էի մի տղամարդու մասին, 52 տարեկան, մարզիկ, ինսուլտ։ Այդ պատմությունը շարունակություն ունի։ Կես տարվա վերականգնումից հետո նա եկավ ինձ մոտ։ Ձախ ձեռքը աշխատում էր 60 թասոսով։ Խոսքը վերականգնվել էր գրեթե ամբողջությամբ։ Նա իմ առաջ դրեց մի տետր, 60-80 էջ, ամեն օր, առավոտ, երեկո, 2 ցուցանիշ, տարբերություն, պուլս։ Նա ասաց. «Արմեն, ես հիմա իմ ճնշման մասին ավելին գիտեմ, քան դոլարի կուրսի մասին»։ Նրա ստորին ցուցանիշը կես տալում 94-ից իջել էր 70-ի։ Տարբերությունը վերադարձել էր նորմայի միջանցք։ Նա օրական քայլում է 8 կիլոմետր, շնչում է քնելուց առաջ։ Կինը վերանայել է այն ամենը, ինչ եփում է։ Նա հասցրեց։ Հազիվ, բայց հասցրեց։ Դուք կարող եք չսպասել վերակենդանացման բաժանմունքի զանգին։ Դուք ունեք տոնոմետր, ունեք տետր և ունեք այս ինֆորմացիան, որը հենց նոր ստացաք։ Օգտագործեք այն, սային։ Սա ձեր կյանքն է, պահպանեք այն։ Ես Արմեն Միքայելյանն եմ։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։ Բաժանորդագրվեք, այստեղ դեռ շատ բան կլինի այն մասին, ինչ ձեր բժիշկը չի հասցնում պատմել ընդունելության 12 րոպեների ընթացքում։ Մինչ հանդիպում։